Իրանի գերագույն առաջնորդը կոչ է արել Թրամփին, որը սպառնացել է հարվածել Իրանի կառավարությանը բողոքի ցույցերի պատճառով կենտրոնանալ սեփական գործերի վրա։ Եթե նա կարող է, թող կենտրոնանա իր սեփական երկրի կառավարման վրա, ասել է Խամենեին, ըստ Իրանի պետական հեռարձակողի։ Նա նաև դիմել է ԱՄՆ նախագահին, հայտարարել, որ որոշ ցուցարարներ ձգտում են հաջողանալ Թրամփին, վնասելով հանրային սեփականությունը։ Երեկ երեկոյան Թեհրանում ցուցարարները հրդեհեցին տներ եւ շենքեր ԱՄՆ նախագահին հաջողանալու համար, ասել է Խամենեին։ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան համագործակցում է Միացյալ Նահանգների հետ, այդ իսկ պատճառով նա չեղարկել է երկրի վրա հարձակումների երկրորդ ալիքը։ Ամերիկացի առաջնորդը այս մասին գրել է Truth Social-ում։ ԱՄՆ-ն եւ Վենեսուելան շատ լավ են համագործակցում, ուստի ես չեղարկել եմ նախկինում սպասվող հարձակումների երկրորդ ալիքը, ասել է Թրամփը գրառման մեջ։ Սիրիական ուժերը Հալեպում հայտարարել են հրադադար քաղաքում իրավիճակը թույլատնելու համար, ասվում է Սիրիայի պաշտպանության նախարարության հրապարակված հայտարարության մեջ։ Հալեպի Շեյխ Մաքսուդ, Աշրաֆիե եւ Բանի Զեյդ շրջաններում կհայտարարվի հրադադար։ Զինված խմբավորումները պարտավոր են դուրս գալ այդ տարածքներից տեղական ժամանակով ժամը 3:00-ից, ասվում է փաստաթղթում։ Սիրիացի զինյալները ներքին անվտանգության ուժերի հետ համատեղ կապահովեն զինված խմբավորումների անվտանգ անցումը։ Իտալիայի վարչապետը հայտարարել է, որ Եվրոպան պետք է սկսի Ռուսաստանի հետ բանակցություններ վարել Ուկրաինայի հարցով եւ պաշտպանել է ուկրաինական կարգավորման հարցով ԵՄ հատուկ ներկայացուցչի նշանակումը։ Կարծում եմ եկել է ժամանակը, որ Եվրոպան նույնպես խոսի Ռուսաստանի հետ։